Բարի երեկո, եթերում այլ ոճով հաղորդումն է։ Իմ կերպարը պատրաստ է եւ ես շտապում եմ մեր մասնակցի հետ հանդիպման։ Սոցիալական հարթակներն ունեն իրենց կանոնները։ Այստեղ կարևոր է ներկայանալ ոչ միայն հետաքրքիր ու հիշվող բովանդակությամբ, այլև ինքնատիպ ու տարբերվող կերպարով։ Հենց այդ պատճառով Արևիկը ցանկանում է գտնել իրեն համապատասխան ոճ ու նորովի ներկայանալ իր հետևորդներին։ Գնանք նրա հետ ծանոթանալու։ Ես Արևիկ Վիոլետն եմ, ամուսնացած եմ, ունեմ 5 տարեկան արքայադուստր։ Այս պահին ես զբաղվում եմ բլոգինգով, բլոգինգի ուղղվածությունը մոտիվացիան է։ Այս պահին ես ավելի ներկայանում եմ դասական կերպարով եւ ավելի բազային կերպարով, բայց քանի որ ուզում եմ մի փոքր ավելի տարբերվել, ավելի ուշադրություն գրավել հետևորդների, կարիք ունեմ մի փոքր ավելի համարձակ ոճի, ավելի վառ կերպարանքի, մի փոքր ավելի հարուստ տեսքով, ավելի աքսեսուարներով լի, որին ես այդքան էլ չեմ տիրապետում եւ այդտեղ կարիք ունեմ մասնագետի ձեռքի օգնությանը։ Այդ պատճառով դիմել եմ հենց այս հաղորդմանը, որ ինձ կարողանա օգնել մի փոքր ավելի առաջ գնալու այդ բազային ու դասական կերպարից։ Եվ այստեղ նաև շատ հետաքրքիր համընկնում եղավ։ Ես նոր նախագիծ եմ սկսում Violet Motivation Club, այդտեղ մարդիկ գալու են, ավելի մոտիվացվեն, իրենց կյանքի որակը լավացնեն, ձևավորեն նոր ես, եւ այդտեղ շատ հետաքրքիր էր այն համընկնումը, որ ես կունենամ նոր ոճ եւ հենց նոր ոճով էլ կներկայացնեմ թարմությամբ, նոր էներգիայով եւ կարծում այդպես ավելի մի քանի անգամ ավելի լավ կստացվի։ Ողջույն Արևիկ, ինչպե՞ս ես։ Ողջույն Լուսինե ջան, շատ լավ եմ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, շատ լավ եւ երևի թե ամենակարևոր հարցը, թե ինչու որոշեցիր զբաղվել բլոգինգով եւ այս բնագավառում ինչն է քեզ ամենից շատը գրավել։ Իրականում ես միշտ սիրել եմ նկարվել, նկարել, միշտ ուզեցել եմ ճանաչված լինել, բայց նախկինում մի փոքր ավելի դժվար էր։ Հիմնական ճանաչված լինելու ճանապարհը դա TV-ն էր ու տարիներ առաջ դա շատ բարդ էր։ Ու այդ ընթացքում ես զբաղվում էի ուրիշ բաներով, հետո ընթացքում ուզեցա ավելի շատ բիզնեսի մեջ խորանալ ու այն որ արդեն գրեթե ստացվում էր, արդեն արտահանել ուրիշ երկրներ եւ այլն, հասկացա, որ ուղղակի մի օր նստեցի մտածեմ, ես արդյոք ուզում եմ սա արդյոք սա է իմը, հասկացա, որ ամեն դեպքում սա չի։ Ես միշտ նա եմ ուզել, դա մոտավորապես ասում եմ 1 տարի առաջ։ Իսկ հիմա երբ հետ ես նայում, չես զղջում, որ թողել ես ամեն ինչ եւ փորձում ես նորից զրոյից սկսել։ Բացարձակ, որովհետեւ ես միշտ համարում եմ, որ մարդ պետք է անի այն, ինչը որ ինքը սիրում է։ Իսկ այս ցանկությունը միշտ եղել է։ Միշտ եղել է։ Ուղղակի տարիների ընթացքում անընդհատ ինչ-որ բան է խանգարել։ Անգամ ես կարմիր դիպլոմով ավարտել եմ ռեժիսուրա դերասան բաժինը։ Ուղղակի էլի տենց տարբեր շրջաններում ինչ-որ բան է խանգարել։ Ու հիմա խանգարող հանգամանք էլ չկար։ Հակառակը, մի բան էլ հնարավորություններ կար, հենց ավելի հեշտ մտնելու այդ աշխարհ։ Լավ, հետաքրքիր թե ինչ կերպարով ես ներկայանում որպես բլոգեր։ Ոճային առումով ավելի դասական, ավելի կոստյումային, ավելի բազային, հիմնականում դա է գերակշռում։ Իսկ ինչի մասին է բլոգը։ Մոտիվացիա։ Երբ որ ես սկսեցի բլոգինգով, այսինքն երբ որ ուզում էի սկսել զբաղվել, ես մտածում էի ինչի մասին է լինելու, ու ես չէի ուզում խաբեություն բան այն on-line հարթակը լրիվ ուրիշ լինի, կյանքը լրիվ ուրիշ լինի, ես մտածում էի լինեմ այն ինչը որ կա։ Երբ որ նայելով շրջապատի կարծիքը իմ մասին, նայելով իմ կարծիքը, որ ինքնախաբեությամբ չեմ զբաղվում, հիմնականում դա հենց նպատակասլացությունն էր, չհանձնվելն էր, նպատակ դնել եւ հասնելն էր։ Մտածեցի, քանի որ հենց դա է իմ լավ ստացվում է, հենց դա էլ մարդկանց փոխանցեմ, այսինքն մոտիվացնեմ չհանձնվելու, անգամ իմ օրինակը, որ անգամ թողնելով ու անելով այն ինչը որ դու ուզում ես, որ երբեք ուշ չի, անգամ երեխա ունենալն էլ չի խանգարում, որովհետև շատ կանայք հենց դրանով իրանք մխիթարում են դե երեխա ունեն, բայց դա իրական բացարձակ կապ չունի, ինչ որ ուզում ես անել, պետք է անես։ Ու հենց դա էլ միշտ ներկայանում ես գրեթե դասական ոճով։ Այո։ Իսկ որ բլոգերն է քեզ համար այսպես վառ եւ հետաքրքիր որպես կերպար։ Արինա Ալեքս մի աղջիկ կա, հենց ինքն էլ իմ համար է մոտիվացիա, ինքն էլ հենց ասում է, որ ոճաբան ունի, ոճաբանն էլ օգնում է իրեն, ինքը լրիվ ուրիշ ոլորտ է, զուտ իր հագուստը բան ինձ դուր է գալիս։ Իսկ ինչպես որոշեցիր մասնակցել այլ ոճով հաղորդմանը։ Ինչը ստիպեց քեզ։
Ես իրականում շուտ ուզում էի, որ մի քիչ ոճային փոփոխություն լինի, թեպետ էլի պահպանելով դասականը, կոստյումային բան, բայց ես այդ բազան եմ կարող պահեմ, բայց բազայից ավել չեմ կարող գնամ, ու մի քիչ ավելի վառ, ավելի համարձակ, ավելի տարբերվող կերպար է։ Այսինքն միշտ դժվարանում ես ավելի վառ եւ համարձակ կերպարներով ներկայանալ։ Իսկ ինչպես ընդունեցին ընտանիքի անդամները, երբ իմացան, որ դիմելու ես կերպարանափոխության։ Դեռ անակնկալ եմ պահել, դեռ չեմ ասել, անգամ չեմ ասել, որ պիտի գա հաղորդում, վերջի պահին պետք է ասել, բայց հիմնականում, որովհետև ես միշտ փորձում եմ ամուսնուս հետ կապված, այդ ինտրիգան միշտ պահեմ, միշտ հետաքրքիր լինեմ, միշտ ինչ-որ անգամ ես փորձում իրա մոտ չպատրաստվեմ, այլ հայտնվեմ իրա մոտ, հիմնականում փորձում եմ։ Բայց շատ հետաքրքիր բան ես փորձում, այսինքն հիմա ամուսինը չգիտի, որ դու եկել ես եւ մասնակցում ես այլ ոճով հաղորդմանը։ Դեռ ոչ։ Անակնկալ։ Եթերն ես միացնելու, թե գալու է այստեղ ինքը կգա, կարծում եմ վերջին պահին արդեն կասեմ, որ գա, եթե ստացվի գալ։ Իսկ եթե ոչ, ամեն դեպքում հաղորդում հաստատ իր համար միշտ փորձում եմ անսպասելի լինեմ, անկախ ամեն ինչից, էլի։ Անկանխատեսելի եւ անսպասելի։ Այո։ Իսկ աղջիկս 5 տարեկան է ինքը ապրում է իմ ամեն ինչով, այս հասարակ մատնահարդարումից սկսած, իր համար ամեն ինչ հետաքրքիր է, ում շատ նրբանկատ է, ամեն ինչն ինքը գնահատում, շատ ինքը հաստատ հյուր լինելու է, դեռ իրան չեմ ասել, որովհետև ամեն 2 րոպեն մեկ կհարցնի, բա երբ են գնալու, քանի հատ պիտի քնենք արթնանանք, որ գնանք, դրա համար չեմ ասել։ Ավելի լավ է վերջում ասել, ես համաձայն եմ, ճիշտ է։ Իսկ կտրուկ փոփոխությունների պատրաստ ես եւ ինչն ես բացառում։ Կտրուկ փոփոխությունները ես միշտ եմ պատրաստ, որտեղ ես փոփոխություններ առհասարակ շատ եմ սիրում։ Դեմ եմ վուլգարին եւ շատ բաց հագնվելուն, այսինքն ավելի համեստի մեջ, բայց էլի շատ սիրուն, տրենդային, ոճային։ Հա, հիմա հնարավոր է այնպես է, էլի։ Այդ շատ բացվածքը չեմ նախընտրում եւ վուլգարը չեմ նախընտրում։ Արդեն իսկ պատկերացնում ենք, թե մոտավոր կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի ոճեր ես դու նախընտրում եւ պատկերացնում քո մտքում։ Այո, այո։ Արևիկ, կարծում եմ ճիշտ ընտրություն ես կատարել, որ մասնակցում ես այլ ոճով հաղորդմանը եւ վերջում ժպիտը դեմքիդ կհեռանաս այստեղից։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Ես Արևիկի ամուսինն եմ։ Մինչ բլոգինգով զբաղվելը Արևիկը հիմնականում ավելի շատ նախընտրում էր շորիկներ, նեյտրալ գույների մեջ, բայց երբ սկսեց բլոգինգով զբաղվել, ավելի շատ նախընտրեց բազային հագնվել, ավելի հիմնականում դասական ոճի, ավելի շատ սկսեց կրել վերնաշապիկներ եւ կոստյումներ։ Ինձ ավելի շատ դուր է գալիս, երբ Արևիկը շեշտը դնում է ավելի կանացիության վրա, որպես այդպիսին փոխել չեմ կարող ինչ-որ բան ասել, ես ինքս նախընտրում եմ սպորտային ոճը, երբեմն համադրություններ անում է Արևիկը սպորտայինի հետ, որը ինձ ավելի շատ է դուր գալիս։ Ինչը վերաբերում է համարձակությանը, իհարկե վուլգարային կերպարներին ընդհանրապես կողմ չեմ, բայց նաև դեմ չեմ փոփոխություններին, Արևիկին վստահում եմ եւ գիտեմ, որ նա գիտի թե ինչ է անում։ Այսօր մեզ սպասվում է նոր եւ հետաքրքիր կերպարանափոխություն։ Մեզ հարկավոր է Արևիկի համար ձևավորել նոր եւ վառ կերպար, որը կօգնի նրան աչքի ընկնել թե սոցցանցերում եւ տարբերվել որպես բլոգեր։ Նրա կերպարանափոխությունը այսօր կիրականացնեն ոճաբան Աննա Սողոյանը, դիմահարդար Լիդիա Ավետիսյանը եւ ոճաբան վարսահարդար Հասմիկ Մանուկյանը։ Ողջույն։ Ողջույն, լսնիչ։ Ես ձեզ փոխանցում եմ Արևիկի լուսանկարները, խնդրեմ։ Աննա Արևիկը ցանկանում է լինել վառ եւ հետաքրքիր բլոգեր, ինչ կարծիք ունես նրա կերպարի եւ ոճի մասին։ Կարծում եմ Արևիկը բավականին խնամված տեսք ունի առաջին հերթին, բայց այո համաձայն եմ, որ նրա կերպարը պետք է դարձնենք ավելի վառ եւ կարծում եմ, որ փոփոխությունը մենք կսկսենք վարսերից, դիմահարդարումից եւ նրա ոճը նույնպես կդարձնենք ել ավելի հիշվող։ Դե սկսենք վարսերից, Հասմիկ, տաք թե ավելի սառը երանգների մեջ ես պատկերացնում այդ փոփոխությունը։
Լուսինե ջանի, ես տեսնում եմ նկարում, որ արևիկի մազերը գունաբացված են։ Եվ ես կփոխեմ արևիկի մազերի երանգը ավելի տաք գույների մեջ։ Ես տեսնում եմ նրան այդ գույների մեջ, այս տարվա թրենդային գույներն են մոկամուսը եւ չերի կոլան, որոնք որ կարմիր շագանակագույնի միախառնուրդ են, եւ ես այստեղ կանեմ butterfly կտրվածքը, որը իրենից ներկայացնում է շերտեր եւ դիմային հատվածում անպայման կանենք մազափունջ, որը որ արևիկի դիմագծերը ել ավելի կնրբացնի եւ գեղեցկացնի իրեն։ Վարսերի երանգը պարտադիր փոխվելու է։ Պարտադիր փոխվելու է, Ես համաձայն եմ։ Աննա, ավելացնելու ինչ-որ բան ունես վարսերի երանգի հետ կապված, թե համաձայն ես։ Համաձայն եմ Հասմիկի հետ, նա լիովին գուշակել է նաև իմ կարծիքը։ Միանշանակ, բացի այն, որ դրանք այս տարվա թրենդային գույներն են, դրանք նաև բնական գույներ են։ Նույնիսկ եթե ավելի ջերմ երանգ էլ ստանանք, կարծում եմ, ավելի վառ կերպար կունենա արևիկը։ Արևիկը նաև ունի շատ նուրբ դիմագծեր, Լիդիա կարծում եմ համամիտ ես ինձ հետ, ինչ դիմահարդարում ես պատկերացնում։ Բացի նրանից, որ ունի նուրբ դիմագծեր, նաև շատ արտահայտված աչքեր ունի եւ հոնքեր։ Կարծում եմ, որ թեթև կոնտուրինգի ու տոնի շնորհիվ մենք կշտկենք մի քիչ այդ օսկրերը եւ աչքերին ավելի հետաքրքիր փայլ կտանք։ Աննա, վառ եւ հետաքրքիր կերպար է ուզում արևիկը ունենալ որպես բլոգեր։ Բացի փակագծերը եւ մեզ պատմիր, ինչ երկու կերպարներ ես նրա համար նախատեսում։ Քանի որ արևիկը իրոք շեշտադրել է վառ կերպարի արկայությունը, մենք նրա վառ կերպարը կստանանք ավելի շատ պարզունակ շքեղությամբ, simply chic, այսպես կերպար կունենանք, որը նրան կհաղորդի գեղեցիկ եւ ներդաշնակ տեսք, եւ հուսով եմ, որ շրջակա մարդիկ աչք չեն կարողանա կտրել նրանից։ Ես կարող եմ ակնկալել, որ պետք է լինի կտրուկ փոփոխություն արևիկի ոճի փոփոխության հետ կապված։ Կտրուկ է լինելու փոփոխությունը նախ գունային առումով, որոնք որ թրենդային գույներ են լինելու եւ դիմային հատվածում մազափունջը շատ կգեղեցկացնի արևիկին եւ ավելի կարտահայտի իր դիմագծերը։ Հագուստի տեսանկյունից միանշանակ ոճը ամբողջությամբ փոխվելու է։ Մենք մանրամասն կվելուծենք արևիկի զգեստապահարանը եւ կընտրենք ամբողջությամբ տարբերվող նոր հագուստ։ Քանի որ եւ հագուստը եւ մազերը լինելու են արտահայտիչ, ինչպես ես նկատեցի արդեն մեր քննարկման շրջանակներում, այստեղ մի փոքր մեյքափը դիմահարդարումը пассив կլինի, ավելի հանդարտ, ոչ ճչացող։ Ոչ ճչացող, այո։ Այս անգամ զիջում ենք տեղը վարսերին եւ հագուստին, այո։ Դե ինչ, ինձ մնում է միայն մաղթել հաջողություն եւ կարող ենք անցնել գործի։ Մասնագետների հետ քննարկում ունեցանք եւ արևիկի ոճը որոշեցինք, որ պետք է կտրուկ փոփոխվի։ Հիմնականում հենց առաջինը շատ կարևոր էր, որ բոլորս համակարծիք էինք մազերի երանգի եւ կտրվածքի փոփոխությանը, սակայն մազերի երկարությունը շատ չի փոփոխվի։ Ոճի առումով արևիկին ավելի շատ ինքնավստահություն ենք հաղորդելու իր ոճով։ Ընտրել ենք Oldman-ի ոճը եւ այստեղ ինչու ենք դա ընտրել, որովհետեւ Oldman-ին չունի խիստ վերելքներ եւ անկումներ եւ այն կարելի ասել մնայուն է համարվում նորաձևությունում եւ այսպիսով արևիկը կերտելով այդ ոճը իր բլոգում հստակ ցույց կտա իր անհատականությունը եւ հետեւորդների մոտ նույնպես կառաջանա վստահություն դեպի արևիկը։ Դիմահարդարումը վերջի տարիներին շատ թրենդային է, ավելի մշակված եւ բնական առողջ մաշկ ունենալը եւ կոնտուրինգի միջոցով կընդգծենք ավելի մեր հերոսուհու դիմագծերը։ Կարծում եմ, որ կերպարանափոխության արդյունքում բոլորիս պատկերացումները եւ ինչ որ մեր մտահղացումները կարդարանան եւ դուք էլ շատ կհավանեք մեր ստեղծած կերպարը։ Մասնագետների հետ աշխատելը բավականին հեշտ անցավ, առաջարկեցի մեր հերոսուհու ավելի տաք երանգներ, քանի որ մենք ունենք գունաբացված մազեր եւ մենք ուզում ենք, որ փոփոխությունը լինի կտրուկ եւ պետք է մեր հերոսուհու մազերը ներկենք ավելի տաք եւ վառ երանգների մեջ։ Եվ առաջարկել եմ, որպեսզի մեր հերոսուհու դիմային հատվածում ինչ որ փոփոխություններ լինի, որպեսզի ավելի գեղեցիկ ընդգծենք մեր հերոսուհու դիմագծերը։
Բլոգերի աշխատանքը պահանջում է քայլել նորություններին համընթաց։ Միշտ ներկայանալ ոճային, հետաքրքիր թե սոցցանցերում, թե առօրյա կյանքում։ Այսօր ոճաբան Աննա Սողոյանի հետ միասին կվերլուծենք Արևիկի զգեստապահարանը։ Աննա, ինչ է պատմում Արևիկի զգեստապահարանը իր մասին։ Ուսումնասիրելով Արևիկի զգեստապահարանը, մենք այստեղ տեսնում ենք մի փոքր քողարկում, այսինքն ես տեսնում եմ, որ ինքնավստահությունը դեռ բացահայտելու եւ ընդգծելու կարիք ունենք, քանի որ չկան հստակ սիլուետներ եւ չկան որևիցե ընդգծվածություններ, եւ նաեւ գունային երանգների հետ կապված եւ համատեղումով մի փոքր թերանում է։ Որ հագուստը կառանձնացնես, Աննա, որը իսկապես կարող է ընդգծել նրա կառուցվածքը ճիշտ։ Կախված այն ամենից, ինչ ունենք այստեղ, ես մի փոքր կխոսեմ, օրինակ, վերնաշապիկի եւ կոստյումների հետ կապված, այստեղ ունենք երկար պիջակ, այստեղ ունենք ավելի կարճ։ Բայց երկուսի դեպքում էլ շատ կարևոր է գործվածքին ուշադրություն դարձնելը։ Քանի որ ընթացքում Արևիկին նաև խորհուրդ կտամ, որպեսզի գործվածքը ընտրելիս ավելի կոշտ գործվածքներ ընտրի եւ հնարավորինս բնական կտորներից լինեն գործվածքները, որոնք ընդգծեն սիլուետներ։ Այսինքն, այստեղ մենք հստակ կարող ենք տեսնել, որ մենք չունենք որևիցե ընդգծվածություն, որը ցույց կտա նոր սիլուետ եւ Արևիկային կրի։ Արևիկ, զգեստները ընտրելիս ինչի վրա ես ավելի շատ ուշադրություն դարձնում, ինչ գույներ ես նախընտրում, ինչ ձևացքներ ես նախընտրում։ Հիմնականում փորձում եմ ընտրել ավելի կլասիկ եւ ավելի դասական եւ բազային գույների մեջ հիմնականում 4 գույն եմ նախընտրում՝ սպիտակ, մոխրագույն, բեժ եւ սև։ Հիմնական որ տեսնեք, հենց այդ գույներն էլ այստեղ ես տեսնում եմ, որ վառ գույները իսպառ բացակայում են Արևիկի զգեստապահարանում։ Լավ է թե վատ։ Պետք է ավելացնել, պետք է ինչ-որ բան փոխել այս պարագայում։ Միանշանակ պետք է ավելացնել։ Վառ գույները պարտադիր են մեր զգեստապահարանում եւ պարզապես մենք պետք է սովորենք, թե ինչպես նրանք համադրենք կապսուլային զգեստապահարանում, բայց ըստ տրամադրության նաեւ ունենալ տարբեր կերպարներ։ Այսինքն ամբողջ տարին եթե նայենք 12 ամիս մենք չենք կարող անդադ լինել սևով կամ բեժ տարբերակով, նամանավանդ քանի որ Արևիկը մեր մոտ բլոգեր է եւ որպեսզի նրա կերպարները հիշեն, ցանկալի է որ ժամանակ առ ժամանակ նա իր կերպարներում ավելացնի վառ գույներ։ Եվ փոփոխվի ոճային առումով։ Սա էլ է շատ կարևոր կարծում եմ։ Ես կարծում եմ, որ Աննան, մեր ոճաբանը, կօգնի քեզ իր խորհուրդներով եւ կարծում եմ մենք արդեն իսկ պատրաստ ենք գնումների փուլին, այդպես չէ։ Անհամբեր սպասում եմ։ Ես էլ։ Կարող ենք սկսել, ինչու ոչ։ Աննայի հետ վերլուծեցինք իմ զգեստապահարանը եւ այդտեղ Աննան շատ լավ հետաքրքիր խորհուրդներ տվեց։ Խորհուրդ տվեց, որպեսզի ավելի հագուստը ընտրելիս կտորներին ավելի շատ ուշադրություն դարձնեմ, որպեսզի ավելի լավ որակյալ կտորից լինի, որ նաեւ կարող եմ ընտրել այնպիսի հագուստներ, որ ավելի ընդգծի կառուցվածքս։ Ենթադրում եմ, որ հենց այդ ոճի շուրջ էլ կպտտվենք աքսեսուարներով, համադրություններով։ Իրականում իմ մտքում հենց օրեր շարունակ հենց այդ ոճն պատտվում էր, բայց լրիվ մոռացել էի Աննային ասել, բայց հենց Աննան ինքն էլ առաջարկեց։ Զգեստապահարանի վերլուծության ժամանակ հստակ նկատեցինք, որ չկար կապսուլային հավաքածու կոչվածը, այսինքն չկային իրեր, որոնք իրար մեջ հանգիստ կարող էին համադրվեին եւ տարբեր կերպարներ ստեղծեին, եւ ամենակարևորը, որը ես եւս մեկ անգամ կշեշտեմ, դա ճիշտ գործվածքի ընտրությունն է եւ ավելի շատ բնական կտորներին առավելություն տալն է հագուստի մեջ, որոնք միշտ շատ ավելի հարուստ տեսք են ունենում, քան արհեստական կտորները։ Զգեստապահարանում պարտադիր մենք ավելացնելու ենք սիլուետային ճիշտ ձևացքով հագուստներ, որոնք կլինեն պիջակներ, վերնաշապիկներ եւ իհարկե տաբատներ։ Տաբատների դեպքում էլ ցանկալի է, որպեսզի գոտկատեղը ընդգծող օրինակ լինի, որպեսզի կարողանանք նաեւ ցույց տալ Արևիկի կազմվածքը։ Ինչ եմ նկատել, որ հագուստների մեջ նա կարծես ինքն իրեն թաքցնում է, եւ ես ցանկանում եմ, որ ոճափոխության ընթացքում մենք բացահայտենք Արևիկին մեկ այլ կողմից եւ նա ավելի ինքնավստահ լինի եւ հագուստի հետ կարողանա փոփոխություններ կատարել ինքնուրույն։
Աննա, ես համոզված եմ, որ այսօր Արևիկի զգեստապահարանում ավելանալու են հետաքրքիր գույներ եւ համադրություններ։ Արևիկ, համոզված եմ, որ նաեւ հաճելիորեն զարմանալու ես, երբ քեզ տեսնես նոր ոճով։ Ավելացնելու բան ունենք, Աննա, մինչ սկսենք մեր գնումները։ Մինչ գնումները սկսելը, զուտ կասեմ, որ Արևիկը ունի շատ գեղեցիկ կազմվածք, ունի շատ գեղեցիկ դիմագծեր, եւ մենք փորձելու ենք իրեն տալ ավելի խնամված, գեղեցիկ կերպար եւ մնայուն ոչ հաղորդենք։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություն եւ սպասում եմ երկու կերպարներին։ Գնացինք։ Գնացինք։ Աննայի հետ զրույցի ընթացքում մենք եկանք այն եզրահանգման, որ ավելի կլինի old money ոճը, եւ ես իր հետ լրիվ համաձայն եմ, եւ ինչ էլ առաջարկի ընթացքում ձեռք բերելու հագուստների հետ կապված, ես միանշանակ կողմ եմ լինելու։ Գնումների փուլի հետ կապված բնականաբար որոշակի մտավախություններ կան, թե իմ կողմից եւ թե Արևիկի կարծումը։ Քանի որ ոճային առումով բավականին լուրջ փոփոխություն է սպասվում, ես հուսով եմ, որ այն իրերը, որոնք որ ես կընտրեմ, Արևիկը նույնպես կհավանի։ Ցանկալի է նաև իհարկե, որ մենք փորձարկենք որոշակի գույներ եւ գույները նաև կարողանան համադրվել իրար հետ։ Վառ գույներ ներառվելու է զգեստապահարանում։ Վառ գույներ մենք իրականում դիտարկել ենք Արևիկի հետ, բայց մի փոքր չեզոք ենք մնալու վառ գույներից, որովհետև մեր ընտրած ոճը ավելի դասականի եւ մնայուն ոճ ենք ընտրել։ Ձևը պարտադիր լինելու է, այո։ Միշտ ակտուալ սև տաբատ է, շատ կարևոր է ուշադրություն դարձնել տաբատի կտորին, հա, ինչքան այն որակով է, կարերին եւ կտրվածքին, կառուցվածքին տաբատի։ Իսկ առօրյա casual Առօրյա casual-ի մեջ անպայման մենք նաև կարող ենք դենիմ օգտագործել, քանի որ Արևիկի հետ մենք նաև խոսել ենք թրենդերի, միկրո եւ մակրո թրենդերի մասին։ Դենիմը առհասարակ միշտ ակտուալ է, այդպես որ դենիմը հանգիստ կարող ենք պահպանել մեր զգեստապահարանում։ Արևիկ, դենիմը քեզ։ Ունենք նաև օրինակ այս տեսակ հա թրենդային տապատ, որը կարող է նաև համադրվել ինչու ոչ, հասարակ թիշերթով, ավելացնելով գոտի, զարդեր, հա, եւ ինքը բնականաբար աքսեսուարներով էլ ավելի կարող ենք աքսեսուարները պարտադիր ենք ներառելու, դա արդեն քննարկել ենք եւ ուրույն ոչ ենք հաղորդելու, քանի որ մեր այսպես առաջադրանքը ինչ որ բանով որ նա միշտ ընդգծվի եւ տարբերվի։ Եթե սիրում եք բնության գույները, ապա այս տարվա ամենաթրենդային գույնը պետք է տեղ գտնի ձեր զգեստապահարանում։ Շագանակագույնը հիանալի կերպով համադրվում է թե տաք եւ թե սառը երանգների հետ։ Ես ձեզ այսօր ցույց կտամ մի քանի ոճային եւ հետաքրքիր լուծումներ։ Մարմինն ընդգծող շագանակագույն շապիկը, սպիտակ տաբատն ու բարձրակրունկ կոշիկները շատ պրակտիկ ու գեղեցիկ համադրվում են։ Տաբատը փոխարինում ենք վառ կանաչ կիսաշրջազգեստով եւ տրամադրությունն անմիջապես բարձրանում է։ Կարծում եմ երկու թրենդային գույների համադրությունը կերպարն ավելի շքեղ է դարձնում։ Եվս մի վառ գույն այս անգամ ընտրել եմ կարմիր տաբատ։ Գունային հետաքրքիր համադրություն ստացվեց, այնպես չէ՞։ Իսկ այս կերպարի համար ընտրել եմ գործնական ոճը։ Շագանակագույն դասական տաբատը համադրելով երկնագույն պարզ վերնաշապիկի հետ։ Դեղինի երանգներն այս տարի շատ նորաձև են։ Նույն տաբատը համադրել եմ կարճ շապիկի եւ կարճ ժակետի հետ։ Ստացանք պարզ, բայց ոճային կերպար։ Ինչպես նշում էի, Աննայի հետ ես ամբողջ ընթացքում լիովին համաձայն եմ եղել ամեն հագուստը ընտրելու հետ կապված։ Կարելի ասել ես բառ չեմ ասել, Աննան ինչ առաջարկել է, ես միայն համաձայնել եմ, որովհետև իսկապես կարծես լրիվ զգա ենք իրար։ Ավելի ճիշտ Աննան լրիվ զգար ինձ եւ ինչ ընտրել ենք ամբողջովին իմ սրտով է եղել։ Մենք փորձարկեցինք մի քանի հագուստներ, մի քանի տարբեր կերպարներ եւ որոշեցինք, որ անպայման կունենանք դասական ոճի մի կերպար, որը դասական լինելով հանդերձ շատ նորաձև է։
իր մեջ պարունակում է այս տարվա թրենդերը, սակայն նաև մնայուն է հետագա տարիների համար։ Այսինքն մենք գնումների ընթացքում բացառել ենք միկրոթրենդերը, որոնք շատ կարճ ժամանակահատվածի կյանք ունեն եւ շատ հաճախ դառնում են հակաթրենդեր։ Ինչպես հասկացա, Արևիկը ուներ ճամփորդություն մոտ ապագայում եւ այդ ճամփորդության ժամանակ մենք ցանկացանք ընդգծել նրա կանացիությունը, որպեսզի զբոսաշրջիկ լինելով հանդերձ, լինի շատ ոճային եւ ունենա հետաքրքիր կերպարով նկարներ, եւ որոնք նա կլուսաբանի իր բլոգում։ Ողջույն Արևիկ ջան։ Ինչ գույների մեջ եք պատկերացնում ձեր մազի երանգը։ Իրականում վերջերս ավելի երկար եղել է շագանակագույն գույների մեջ, մի քիչ մուգ, մի քիչ բաց, սա վերջերս են գունաթափել ավելի մոխրագույնի համար։ Հիմա չգիտեմ ինչ կարող ենք անել, ինչ որ տենց հետաքրքիր, որ իմ գույնին է կսազի, որքան որ թուխ մաշկ ունեմ, դուք եւի ավելի ճիշտ կառաջնորդեք։ Հասկացա Արևիկ ջան, իրականում ձեր մաշկի գույնի հետ ես կնախընտրեի ձեր մազերի երանգը ավելի տաք երանգների մեջ, անենք, որպեսզի ձեր մաշկի գույնը եւ մազի գույնը համապատասխանեն իրեն եւ կցանկանայի դիմային հատվածում ինչ որ գեղեցիկ մազափունջ, ինչ որ չոլկա լինի, եթե դուք դեմ չեք, մազափունջը հաստատ կսազե մի փոքր շերտեր, որպեսզի ծավալ հաղորդենք ձեր մազերին եւ ես կառաջարկեի, քանի որ գունաբացած են ձեր մազերը, խնամքը կանենք ներկելուց հետո, որպեսզի մենք ունենանք ավելի գեղեցիկ, ավելի հարթ եւ ավելի փայլուն մազեր։ Հա, կարծում եմ մազափունջի հետ կապված հատկապես համակարծիք եմ, շերտերն էլ ընթացքում կզգանք, արանքային շերտեր կանենք, որպեսզի մենք ունենանք ծավալ եւ ավելի գեղեցիկ եւ խնամված տեսք ունենանք դուք Արևիկ ջան։ Իսկ միատոն կլինի, թե ես խաղերը։ Ես մտածում եմ, որ այնպես կներկեմ, որպեսզի այս խաղերը, այս գունաբացված երանգները ավելի պահպանվեն, չեմ ուզում էլի լրիվ իրան մքացնեմ, թող այս խաղերը պահպանվեն, բայց ավելի տաք եւ ավելի վառ, ավելի գեղեցիկ արտահայտված մենք երանգներ կունենանք, լավ։ Իսկ երկարությունը։ Երկարությունը մի փոքր կկարճացնենք։ Սովորաբար նաեւ հոնքերս էլ մազերից գույններ հոնքերը կբացացնենք, հա, իդեպ ես ուզում եի ձեզ առաջարկեի, հոնքերը կբացացնենք, որովհետեւ ավելի մուգ երանգների մեջ են ձեր հոնքերը եւ կբացացնենք դեպի ավելի բաց երանգ, բայց ոչ վառ երանգ, ավելի կընտրենք գույնը միասին, որպեսզի ձեր երանգի հետ, մազի երանգի հետ իրենք ավելի համահունչ լինեն։ Այսօրվա մասնագետները կարծես լրիվ հատուկ ընտրված լինեին ինձ համար։ Իրականում իր հետ էլ զրույցը անցավ շատ իմ սրտով, քանի որ այն երանգը, որ որոշել ենք իրար հետ, էլի իմ մտքում կար, թեպետ ես չէի բարձրաձայնել, հենց մասնագետը ինքը առաջարկեց այն, ինչը որ ուզում էի։ Դրա համար շատ արագ որոշեցինք եւ կարծում եմ հենց վերջնական արդյունքը էլի կլինի այն, ինչը որ ես իրականում ուզում էի ունենալ։ Ինչ որ առաջարկեցի Արևիկին, Արևիկը սիրով ընդունեց եւ համակարծիք եղավ իմ այն որոշմանը, որ դիմային հատվածում պետք է ունենանք մենք փոփոխություն մազափունջի տեսքով եւ պետք է ունենանք ավելի վառ եւ տաք երանգներ, որպեսզի մեր կերպանափոխությունը ավելի ընդգծված լինի եւ ավելի նրբացնի մեր Արևիկի դիմագծերը։ Արեգ ջան, ողջույն։ Ինչ դիմահարդարում ես նախընտրում առօրյայում։ Իրականում ես առօրյայում բացարձակ չեմ դիմահարդարվում, միայն դիմահարդարվում եմ նկարահանումների ժամանակ ու շատ թեթև էսպես, նախ որովհետև ավելին չեմ տիրապետում, երկրորդն էլ շատ տենց վուլգար չեմ էլ նախընտրում։ Արտահայտիչ չեք սիրում։ Քանի որ վերջին տարիներին ավելի թրենդային են նուրբ դիմահարդարումը եւ ավելի շատ թրենդային են խնամված մաշկը։ Ես կարծում եմ կոնտուրինգի միջոցով մի քիչ դեմքի օվալը կշտկենք, չնայած նրան, որ նորաձև են հաստ հոնքերը, բայց ես կցանկանամ մի շարքով մենք բացենք քո հայացքը, կարծում եմ տենց ավելի գեղեցիկ կլինի։ Մի քիչ կընդգծենք այդ օսկրերը, որ նաև քեզ խորտ կտամ առօրյայում օգտագործել։ Ինձ կասեք սկզբունքը, չգիտեմ, ինչ նրբություններ կա դա անելու համար։
Քո դեպքում դեմքին ավելի ճիշտ է այդ ոսկրի այս ներքևի հատվածում դնել մուգ գույն, այնուհետև ավելի դեղցագույն երանգով իրան արտահայտել։ Այսինքն երկու երանգ։ Այո, երկու երանգ օգտագործել, որպեսզի ավելի թարմ տեսք ունենալ։ Իսկ կան գույներ, որ հենց այդ գույներն ավելի թուխ մաշկին համապատասխան են։ Ես քեզ խորհուրդ կտամ օգտագործել ավելի դեպի վարդագույն, դեպի դեղցի գույն, ավելի թարմ երանգները։ Շրթներ կա, ճիշտ կլինի քո դեպքում օգտագործել թաց գլոս էֆեկտներ, որպեսզի ավելի փափուկ շուրթեր երևան։ Ինչ որ երանգավորումով թե թափանցիկ տարբերակով։ Կարող ես նաև թափանցիկ, կարող ես էլի դեպի վարդագույն, դեղցի այդ գույները ամեն դեպքում զերծ մնա շագանակագույն գույներից։ Կարևորը շատ փայլեր չօգտագործել ավելի մատ էֆեկտներ եւ ճիշտ կոնտուրինգ անել։ Մենք նաև զրուցեցինք դիմահարդարի հետ եւ դիմահարդարի հետ էլ է շատ համակարծիք, քանի որ նա առաջարկեց, որ շատ դիմահարդարման կարիք չունեմ, շատ գույների կարիք չունեմ, իմ դիմագծերից ելնելով, իրականում շատ ուրախ եմ, քանի որ ես ինքս էլ շատ չեմ սիրում այդպես շպարվել, no make-up տարբերակը որ կա, հենց դա էլ լիովին իմ սրտով էր, կարծում հենց այդտեղ էլ մենք լրիվ իրար կհասկանանք։ Հեշտ էր աշխատանքը Արևիկի հետ քննարկման փուլում, քանի որ Արևիկը լիարժեք վստահեց մեզ եւ համակարծիք է մեզ հետ, ինչ փոփոխությունների ենք մենք իրեն պատրաստում ենթարկել։ Քննարկման ընթացքում Արևիկն էլ համամիտ եղավ մեզ հետ, որ ավելի ճիշտ է ընդգծել իր մաշկի առավելությունները, հոնքերը եւ շատ արտահայտիչ աչքեր ունի Արևիկը, որը որ կարծում եմ հենց աչքերի վրա էլ շեշտը կդնենք։ Աննա եկավ այդքան սպասված կերպարանափոխության ամփոփման հատվածը, ուզում եմ մի փոքր պատմես կատարած աշխատանքի մասին, մեր առջև իսկապես կար դրված հստակ առաջադրանք ստանալ հետաքրքիր ոճային բլոգերի կերպար։ Այո, Լուսինե, Արևիկի հետ չափազանց հետաքրքիր աշխատանք ունեցանք։ Հետաքրքիր էր թե գնումների փուլը եւ թե նախնական զրույցը։ Եվ քանի որ հստակ ունեինք առաջադրանք ստեղծել մնայուն կերպար, հիշվող կերպար, քանի որ Արևիկը բլոգեր է եւ ցանկանում է հետեւորդների մոտ ունենալ հստակ պատկերացում իր ոճի մասին, ինչպես նշել էի, արդեն մենք ընտրել ենք Օլմանի ոճը եւ առաջին կերպարը մենք ներկայացնելու ենք դասական ոճով, բայց այն նաեւ շատ թրենդային է, ունի հետաքրքիր ձևվածք, կտրվածք, պարզունակ շքեղություն է իրենից ներկայացնում եւ ես շատ հուսով եմ, որ այդ կերպարը Արևիկին կհաղորդի ավելի շատ ինքնավստահություն եւ ել ավելի ազդեցիկ կլինի իր բլոգում։ Դու այնքան լավ ներկայացրեցի, որ ես հիմա իսկապես ուզում եմ շուտ տեսնել Արևիկին նոր ոճով եւ առաջին կերպարով, այնպես որ այստեղ հրավիրենք Արևիկին։ Հրավիրենք։ Արևիկ, խնդրեմ։ Վաու։ Շատ սիրուն է եղել։ Լիովին ուրիշ կերպարով Արևիկ, ուզում եմ կիսվես քո էմոցիաներով։ Էմոցիաները շատ դրական են, ամեն դետալը ես հավանում եմ, չգիտեմ, սենց ամենաներքևից մինչև մազից գույնը, ամեն ինչը շատ հավանում եմ։ Հետաքրքիր էր աշխատանքը, պրոցեսը աշխատանքային մասնագետների հետ։ Այո, որովհետև ամեն մի իրենց խորհուրդը, ամեն մի ինչը որ իրենք ասում են, պետք էր գրի առնել։ Այո։ Համենայն դեպս շատ ուշադիր ֆիքսել եմ, ոնց են ընտրում, ինչին են ուշադրություն դարձնում։ Ինչպես են համադրում։ Դա հատկապես, որովհետև ես այդտեղ հենց խնդիր ունեի ու շատ ուշադիր եմ եղել ամեն մանրուքին։ Ըստ քեզ, ինչ է պատմում քո նոր ոճը քո մասին, Արևիկ։ Կարծում եմ, այստեղ պատմը, որ ես շատ ոճային եմ, այլևս ավելի այդ business woman կերպարը կարծում ստացվել է եւ կարծում հենց այս ոճն էլ իդեալական կլինի եւ որպես բլոգեր ներկայանալու եւ կարծում իմ նոր նախագծի համար այս կերպարը իդեալական կլինի։ Ես համոզված եմ, որ հետևորդներն էլ հաճելիորեն կզարմանան քեզ տեսնեն այս ոճով։ Ամբողջովին փոխված նոր ոճ է, կարող եմ ասել, աննա ավելացնելու բան ունես։
Ավելացնելու արևին կմաղթեմ իրականում հաջողություն իր նոր նախագծում, միշտ լինի էլ ավելի համարձակ, տվյալ ոճը եւ առհասարակ աշխատանքի ընթացքում մեր կատարված խորհուրդները, քննարկումները հաշվի առնի եւ իրարի նաև հետագայում եւ չվախենա համադրությունների մեջ օգտագործել նույն դասականի մեջ որևիցե print, այն միայն ավելի ընդգծում կերպարը։ Մինչ Արևիկը կզգեստափոխվի, Աննան ինձ մեզ կպատմի երկրորդ կերպարի մասին ավելի մանրամասն։ Երկրորդ կերպարում փորձել ենք ընդգծել Արևիկի կանացիությունը։ Եթե առաջինում գործնական ոճ էինք հաղորդել, ես նրանից իմացա, որ մոտ ապագայում ունի ճամփորդություն դեպի Եվրոպա, եւ այդ ճամփորդության ընթացքում ցանկացանք ընդգծել նրա կանացիությունը, ավելացնել աքսեսուարներ եւ որպիսի զբոսաշրջիկ կերպարից անցում կատարենք թեթև կանացի կերպարի։ Էլ մի բացի փակագծերը, ես իսկապես ուզում եմ տեսնել երկրորդ կերպարը, թե ինչ ենք ստացել։ Արևիկ, մենք քեզ սպասում ենք։ Վաու։ Խոսքերն ավելորդ են։ Շատ սիրուն է։ Ես արդեն պատկերացրեցի Արևիկին որպես զբոսաշրջիկ, ինչպես է քայլում եւ ինչ հետաքրքիր կոնտենտ է ներկայացնելու իր հետևորդներին։ Ես պատրաստվում եմ արդեն այստեղից հետո գնամ նկարանում։ Շատ սիրուն է, շատ։ Ամեն դետալը sense լրիվ իդեալական իրար հետ խոսում են։ Շնորհակալություն։ Որ կերպարը ավելի շատ կառանձնացնես։ Ոչ մեկ, երկուսն էլ շատ լավն են, երկուսն էլ լրիվ իմն է, լրիվ հոգեհարազատ կերպարներ են, երկուսն էլ իմն է։ Հետաքրքիր ճիշտ գտել եք Արևիկի ոճը, պատկերացումները եւ ահա երկու կերպարներն էլ հենց նրա համար կարծես թե ստեղծված լինեն։ Եվ ամենակարևորը ինձ համար, որ Արևիկը շատ ներդաշնակ է իրեն զգում այս կերպարների մեջ։ Սա որպես իմ գործի գնահատական եմ համարում։ Միանշանակ, Արևիկը մաղթում եմ, որ քո նոր ոճը բլոգին բերի շատ հետևորդներ եւ մեծ հաջողություններ։ Շնորհակալ եմ շատ, որպես հավելում ասեմ, այսօր Աննան իմ սրտի ոճաբանն է։ Լրիվ մեր ված ամբողջ ընթացքը գնացել է։ Ես ուղղակի վստահել եմ Աննային, որտեվ հենց ամենասկզբից հասկացա, որ Աննան լրիվ հասկացել է ինձ ինչա պետք։ Ու արդյունքն էլ տեսնում ենք, որ իրոք ճիշտ էլ հենց զգացել է, որ Աննան լրիվ գիտի ինչա պետք։ Մի խոսքով շատ շնորհակալ եմ, Շնորհակալ եմ քեզ։ Արևիկ, շատ հաճելի էր քեզ տեսնել նոր ոճով եւ ինչ լավ է, որ դու դիմեցիր կերպարանափոխությանը։ Այո։ Արևիկ, վստահ եմ, որ անհամբերությամբ սպասում են նաեւ քեզ տեսնել նոր ոճով թե ամուսինը, թե փոքրիկը։ Հետո կպատմես, թե ինչպես քեզ դիմավորեցին։ Հատկապես փոքրիկս, որովհետև ինքը իմ ամեն ինչով ապրում է, անգամ են հասարակ մատնադարում, կարծեմ անցած անգամ շատ ուշադիր է ու վստահ եմ, որ ինքն էլ ինպես կապրեն նույն էմոցիաները, ինչը որ ես եմ ապրել։ Մեզ մնում է մաղթել քեզ հաջողություն։ Շնորհակալություն շատ։ Վաու, Արևիկ, չեմ հավատում։ Շատ սիրուն է, չէ՞ մաման։ Սյորերը Ես ինձ սիրուն է։ Կխարկը Խարկը։ նա Շատ սիրուն է։ Լերը սիրունա Դավնա մաման։ Սիրունա Հարիկը կեմ ապրել։ Մի խոսքով հավանեցիք ինձ։ Շատ սիրուն է։ Սիրուն է? Հայ-ֆայ։ Բայց Գույնը լավն է։ ընտիր։ Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ եւ շատ շնորհակալ եմ հաղորդման համար, թե ընդհանուր բոլոր մասնագետներից, թե կազմակերպիչներից, իմ սպասելիքներից ավելին էր, վստահ կարող եմ ասել, որ հաղորդումը իր գեղեցիկ հետքը կթողնի իմ կյանքի վրա, թե ոճի հարցում, թե որպես գեղեցիկ հուշ, մի խոսքով ընդհանուր շատ շնորհակալ եմ։ Բնականաբար Արևիկի ժպիտն ու աչքերի փայլը փաստում են այն մասին, որ մեր համագործակցությունը ստացված է։ Ինձ Արևիկի կերպարանափոխությունը շատ դուր եկավ, մազերի գույնը կցանկանայի մի փոքր ավելի բաց լիներ, բայց քանի որ դա ամբողջությամբ իր սրտով է եւ ինքը ուրախ է դրանից, ես նույնպես ուրախ եմ։ որ մայն տեսա նոր հագուստով շատ սիրուն էր մազերը շատ սիրուն էր շորիկները շատ սիրուն էր ամեն ինչ սիրուն էր մամանին չակնում է դառնում է թակուհի